Դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Հ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարանների մեկից գողացել են ոսկեղեն և գումար։ Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, որտեղ նշված տան բնակիչ 61-ամյա Սենիկը հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան և ննջասենյակի պահարանից գողացել են 4000 ԱՄՆ դոլար և 1.100.000 դրամ գումար։ Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։